Ողջույն հարգելի խեցգետիններ, սա ձեր ֆինանսական հորոսկոպն է, կանխատեսումն է, հորոսկոպը չէ, 2026 թվականի բոլոր ամիսների համար։ Ես ամիսները կառանձնացնեմ, ժամերը կլինեն մեկնաբանության բաժնում, դուք կարող եք հետ վերադառնալ տարվա ընթացքում, նայել այս ամիս ձեզ ինչ էր սպասվում, միգուցե նաև վերլուծեք, տեսնեք արդյոք այդպես էր թե ոչ, կամ նաև թե ինչ է սպասվում, նոր հետո մտնեք այդ ամիս։ Եվ հա մեկնաբանություններում է լինելու, դա նաև վերնագրում, կարող եք վերնագրի վրա սեղմել և ներքևում արդեն ամեն ինչ կլինի։ Այսքանը տեղեկատվության համար, նաև իհարկե բացվում է խմբեր Facebook-ում, WhatsApp-ում և Telegram-ում, ով որը ունի։ Խումբը վճարովի է լինելու, որտեղ տեղակայվելու են բոլոր մեկ տարվա լուսնային օրերի վերաբերյալ և տեսանյութեր և գրառումներ և հավելյալ գրառումներ, որոնք որ չեն լինում ալիքում սովորաբար, դուք կարող եք արդեն ձեզ համար սահմանել, թե երբ է ինչ-որ մի բան եք ուզում անել տարվա ընթացքում, կարող եք արդեն հասկանալ, թե այդ օրը կարող եք անել, թե ոչ։ Դա ևս տեղեկատվության համար, թե ինչպես պետք է վճարել, ինչպես պետք է մտնել խմբերը, այդ դեպքում հա կարող եք գրել նաև admin-ին, անունը Եվա է և կարող եք Facebook-ով գրել, կարող եք նաև համարով գրել, Viber-ով գրել, նա ձեզ կպատասխանի, թե ինչպես պետք է գումարը փոխանցել։ Դա մեկ տարվա համար է և ունեք հնարավորություն մեկ հարց տալու։ Այդ մեկ տարվա ընթացքում, իհարկե։ Այսքանը բացվելու են խմբերը հունվարի 1-ից, իհարկե, սկիզբը սկսելու է այդ օրվանից, այնպես որ կարող եք միանալ, եթե ձեզ այնտեղ անհանգստացնում է այդ զնգոցը և այլն, շատ հեշտ տարբերակներ կան, սեղմում եք վրան և այնտեղ նշում եք, որ առանց ձայնի լինի և ձեր ցանկացած ժամանակ մտնում եք։ Ինձ համար ավելի հեշտ է Facebook-ը, որովհետև Facebook-ում կարող եք շատ հանգիստ հետևել խմբերին, այսինքն ամիս, հա, ես կարող եմ այնտեղ պապկաներ ստեղծել և պապկաների մեջ լինի ամիսները, ձեզ համար ավելի հեշտ կլինի փնտրելը, քան մնացած տեղերում, բայց եթե չունեք Facebook, դե ինչ արած, նա արդեն չեմ կարող ձեզ ստիպել Facebook բացել, գուցե նաև բացեք հատուկ այդ խմբի համար, որովհետև ինձ թվում է այդպես ավելի հեշտ կգտնեք, քան գիտեք, որ օրինակ WhatsApp-ում ինչ գրեցի, այդպես գնալու է բարձրանալու է եսին որտեղ, հետո ընկնելու եք մանգակ, թե այսօրվա համար ինչ պետք է արվեր, իսկ այնտեղ արդեն ավելի հեշտ կլինի։ Նավար տեսանյութեր և տեսանյութերը նույնպես, ոնց որ կընկնեն հենց այդ պապկայի մեջ, հեշտությամբ կկարողանաք նայել, լսել, կարդալ։ Այսքանը տեղեկատվության համար և հիմա շարունակենք կանխատեսումը երկու քարտերով, ուղղակի, որ տեսնենք, թե ինչ է ընդհանուր առմամբ սպասվելու։ Եվ քանի որ մի փոքր ազատ եմ լինելու, հնարավոր է նաև մեկ այլ տեսանյութեր լինեն, չգիտեմ, քարտերով կկարողանամ անել, թե այնպես տեսնենք։ Բայց իհարկե լուսնայինները դեռ կշարունակվեն, որովհետև շատ մարդիկ կարող է լինեն, ովքեր որ գումարի կարիք ունեն և չունեն, ուղղակի այս դեպքում արդեն որ տեսնում եք, որ ազատ չեմ լինում, դա արդեն լինում է, որ լուսնային չի լինում, այդպես։ Այսքանը և հիմա վերադառնանք ձեր կանխատեսմանը ֆինանսական, տեսնենք ընդհանուր ֆոնը ինչ է լինելու 2026 թվականին, ընդհանուր ֆոնը խեցգետինների համար 2026 թվական։ Եվ իհարկե, ինչ է սպասվում ընդհանուր 2026 թվականին խեցգետիններին, ֆինանսական վիճակում։ Այստեղ ամիսներն են, այդքան չխոսեմ, մայիս, հունիս, այդպես, բոլոր ամիսներն են տեղադրված, եթե չի երևում։ Կարող եք արագացնել այս պահը, եթե ձանձրանում եք։
Ինչ է սպասվում խեցգետիններին, ֆինանսական վիճակը խեցգետինների 2026 թվականին ընդհանուր ֆոնը, սա գնաց, բայց սա պետք է հանեմ, որովհետև սա էր ահա տեսնենք, թե ինչ է ընդհանուր ֆոնը ձեզ մոտ, ոյ, հիանալի կտրուկ փոփոխություններ են լինելու դեպի հիանալի լավ պահեր, կարող եք կանխատեսումը նայել և արևային նշանով, և ասցենդենտի, և լուսնային նշաններով, երեքով էլ կարող է այն համատեղել, երեքն էլ նայեք անպայման։ Այստեղ ամենամեծ ֆինանսական քարտն է ընկած, որ ֆինանսական հաջողություն է և այստեղ կտրուկ է փոփոխվում ձեր ֆինանսական վիճակը դեպի լավը։ Դուք ձեզանից է կախված, այդ կտրուկ քայլը կանեք այնպես, որ ձեր ֆինանսները կվատանա, թե կլավանա։ Ամենայն դեպս այս քարտը ցույց է տալիս, որ ինչ-որ մի բան է փոխվելու ձեզ մոտ հիմքից դեպի լավը, դեպի լավ ֆինանսական վիճակ։ Ամբողջ տարին, տարվա ֆոնը դա է, թե ինչ է լինելու։ Իսկ հիմա տեսնենք հունվարը, նույնն էլ հունվարը, հիանալի է, այստեղ առաջ խաղացում ունեք, կայունություն ունեք, յուրաքանչյուր գործերում, սա առաջ կմղեք ձեր գործերը, ձեր բիզնեսը, կկայունանա ձեր բոլոր ֆինանսական հարցերը, եթե ինչ-որ խնդիրներ ունեիք։ Բավականին վճռական կլինեք, շատ արագ կկողմնորոշվեք, արագ որոշումներ կկայացնեք ձեր նպատակներին հասնելու համար։ Ոնց որ համարձակ ֆինանսական որոշումներ կկայացնեք, ներդրումներ կանեք, ինչ-որ բաներ կգնեք ձեր գործերի համար, և սա արագ փոփոխություն է ձեր ֆինանսական վիճակը դեպի լավը, և կայունություն է, հաջորդ քարտը դա կայունություն է ձեր ֆինանսական ոլորտում։ Եթե ինչ-որ խնդիրներ կային, ինչ-որ անհանգստություններ կային, ապա սա նշանակում է, որ կայունանում է, հուսալի է, ոնց որ ձեր ֆինանսական վիճակը, ոչ մի խնդիր չկա, երկարաժամկետ նաև ներդրումներ կարող եք անել, մնայուն ինչ-որ բաներ կամ կարող եք գնել, կամ ներդրումներ անել, որ ձեր գործերի համար լավ լինի։ Գուցե ինչ-որ միտեղ եք ընդունվում աշխատանքի, որը եւս կայունություն է տալիս, գիտեք, որ հստակ այդքան գումար եք վաստակելու, այդքան գումարը գալիս է ձեզ մոտ։ Այնպես որ հիանալի է հունվարը, տեսնենք փետրվարը ինչ է։ Փետրվարին այստեղ արդեն մի փոքր նեղվում եք, այնպես գումարները մի ծախսեք եւ մի նստեք։ Եթե այստեղ անմտածված քայլ պետք է չանեք հունվարին, որովհետեւ փետրվարը մի փոքր նեղվածություն է։ Կարող եք նեղվել, կարող է նաև ունենալ կանքուն գիշերներ, միգուցե գումարի հետ կապված, միգուցե այստեղ ներդնում եք, շատ եք ներդրում անում կամ շատ եք ծախսում եւ դժվարանում եք արդեն փետրվար ամսին ինչ-որ բաներ անելու համար։ Սա նաև աշխատանքի եւ կարիերայի հետ դա կարող է կապված լինել, որովհետեւ խնդիրներ կամ վախեր, որ կարող եք աշխատանքից ազատվել, կարող եք առանց գումար մնալ, միգուցե վախեր են ուղղակի, կարող ձեր վախերն են սա։ Ինչ որ տանջվում եք, նայեք, այստեղ թվում է ձեզ, թե ինչ որ մի դժվարություններ են գալու ձեզ մոտ, ինչ որ վախեր են գալու։ Անհանգստություններ են սա, ֆինանսների հետ կապված։ Նաև այդ կինը նշանակում է, որ կարող եք իրենից որոցեք գումար վերցնել, կարող է օգնում է ձեզ ինչ որ մի հարցում, գուցե ձեր մայրն է, ձեր կինն է, աջակցում է ձեզ, ձեր կողքին է լինում։ Ինչ որ հարցով նա կարող է ձեզ օգտակար լինել այդ կինը։ Դիմեք իրեն պարտքով գումար վերցնեք այդ պահին, միգուցե ձեր տնօրենն է, ում հետ կարող է կապը այդքան էլ լավ չէ այդ ամիս եւ դրա համար եք մտածում, որ հեսա ձեզ աշխատանքից կհանի, այդպես։ Նաեւ հաշվապահ կարող է լինել, եթե բիզնես ունեք, նաեւ դա կարող է լինել ձեր ժառանգորդը, ձեր երեխան, մտածում եք, լարվում եք, որ իր համար շատ գումար չեք կարողանում թողնել կամ իր կյանքը ապահովել, այդպես նաև։ Ինչ որ վախեր են, միգուցե ուղղակի ձեր ներսում է դա, ոչ թե իրականում այն գոյություն ունի։ Ինչ շատ կարևոր է, նաև այստեղ կարող է, դա չեմ կարող հստակ ասել, բայց նաև կարող է լինել բաժանում սա, որից եւ անհանգստանում եք, որ այդ գումարները պետք է տաք իրեն, այդ կնոջը։ Ինչպես նաև կարող է գործընկերը։
որտեղ վախերը գումարի հետ է կապված։ Տեսնենք մարտ ամիսը։ Մարտ ամիսը եւս էլի շարունակվում է ձեր վախերը, բայց ասեմ, որ այստեղ վախերը կանցնի արդեն շատ արագ, միգուցե ամսվա կես, միգուցե ուղղակի դեռևս կա այդ վախերը, բայց հետագայում այն շատ արագ կլուծվի, կանցնի։ Առանց որևիցե ինչ-որ խնդրի։ Շարունակվում են այստեղ, չգիտեմ ինչու։ Այստեղ բացասական մտածմունքները շատ են ձեզ մոտ մարտ ամսին, որ ինչ-որ դժվարություններ բավականին շատ կա, եկամտի բացակայություն կա, աճը չի աճում, ձեր գործը չի զարգանում, ձեր բիզնեսը չի զարգանում, բայց ինչ-որ մի բան է տեղի ունենալու, որը որ ձեզ շատ է ուրախացնելու, հայ տարևը հենց դա է ցույց տալիս, որ ինչ-որ կարող է այդ դժվարություններից կարողանում եք դուրս գալ, դրա համար եք ուրախ, ինչ-որ մի լավ բան է տեղի ունենալու, որը եւս փոխելու է ձեր կյանքը։ Այնպես որ շատ մի մտածեք, ավելի լավ է, որովհետև մարդ երբ որ ընկնում է դեպրեսիվ վիճակի մեջ, իր ուղեղը չի աշխատում, որ ինքը նոր բան մտածի եւ թե ինչպես այդ գործից դուրս գա, ինչպես այդ խնդրից դուրս գա։ Բայց այստեղ ամեն ինչը կկարգավորվի։ Արևը հենց դա է ցույց տալիս, որ յուրաքանչյուր բան ձեզ մոտ կարգավորվելու է, կամ կարող է վարկ են տրամադրում, որ լուծում եք այդ բոլոր հարցերը, կամ ինստինկտիան ինչ-որ մի բան եք գտնում, թե ինչպես կարելի է լուծել։ Կամ եթե աշխատանք չունեք, այստեղ նեղվում եք, ապա աշխատանք կարող եք գտնել եւ ամեն ինչ կկարգավորվի ձեզ մոտ։ Տեսնենք ապրիլին շարունակվում է, իհարկե ոչ։ Ապրիլին արդեն հիանալի է, այստեղ նաև նոր սեր է, կարող է ինչ-որ գումարի հետ կապված լինի եւ հետո սեր առաջանալ ձեզ մոտ, ձեր եւ այդ մարդու միջեւ։ Ուղղակի այստեղ խաբեություն կա, հա, խաբեություն կա, որը պետք է մի փոքր ուշադիր լինեք, բայց ընդհանուր առմամբ գումարային առումով այստեղ կարող եք երկուսով միանալ, որովհետեւ գործեր սկսել, կամ ձեր զույգի հետ միանաք եւ գործեր սկսեք, մեկը մի բան անի, մյուսը մի բան անի եւ այդպիսով բիզնես հիմնեք, կամ երկուսով մտնեք աշխատելու, երկուսով գումար տուն բերեք։ Բայց այստեղ խաբեություն կա, եթե այդ ժամանակահատվածում դες այնց գումար կցանկանան վերցնել, կամ ինչ-որ բան են ձեզ խորհուրդ տալի, կամ վստահեցնում են, որ պարտք տակ կվերադարձնեն, կամ որ ինչ-որ միտեղ ներդրում արա, իրար հետ լավ կլինի։ Այստեղ պետք է ուղղակի զգույշ լինել, բայց նաև դա խոսում եմ մասին, որ դուք կարող եք լինել խորամանկ եւ երկուսով աշխատեք եւ երկուսով այդպես խորամանկորեն կարողանաք բավականին շատ գումար վաստակել։ Որովհետեւ դա նաև գործընկերն են, ներդրումներ են, որոնք որ կարող եք անել միասին, դուք եւ ձեր կամ հա ինչ որ մեկը գործընկեր, պարտադիր չի այստեղ զույգ լինի, հա, գործընկեր նաև կարող է լինել։ Ապրիլը կարգավորվում է, ոնց որ ասում է, գլուխ գլխի եք տալիս եւ կարողանում եք այդ հարցին լուծում տալ։ Կարողանում եք հասկանալ, թե ինչպես կարելի է այդ հարցը կարգավորել։ Այնպես որ արդեն ամեն ինչ ուղղվում է ապրիլ ամսին։ Հունվարն է ձեզ համար հիանալի, մարտի մեջերից եւ ապրիլը հիանալի է ձեզ համար ֆինանսական առումով։ Որովհետև մենք հունվարին ունենք կարծեմ մեծ մոլորակի տեղափոխություն, փետրվարին նույնպես։ Ամսաթվերը չեմ հիշում, բայց ամենայն դեպս կա։ Եվ իհարկե փետրվարը դա արդեն հենց չինական հորոսկոպով մտնում է, փետրվարի 17-ին մտնում է վագր, ինչու անդադ վագր ասում, ձիուն նշան եւ հենց այդ ժամանակը, որ պետք է ամեն ինչը ճիշտ կարողանաք անել։ Նոր ճիշտ անեք, ճիշտ մտնեք ձիու տարի, ապա ամեն ինչ հիանալի կլինի։ Փոխվում է այստեղ մարտի որոշ հատվածից, հետո ապրիլը հիանալի է։ Այստեղ մի փոքր մայիսը այդքան էլ լավ չէ, նայեք, տխուր եք, նայեք, ինչ որ կորուստներ են, երկուսն էլ կորուստ են խոսում։ Երկուսն էլ իրոք։ Ոմանք սա կարող է աշխատանքի հետ է կապված, դրա համար է ֆինանսապես նեղվում եք։ Ոմանց մոտ նաև կարող ընտանիքի անդամներից ոչ մեկն է, ով չի աշխատում այդ պահին, դժվարություններ կան ֆինանսական։
Բայց այստեղ որ նայում ենք ընդհանուր ֆոնը, դա նշանակում է միևնույնն է դուք ֆինանսի գումարից չեք նեղվի, գումարը կգա եւ կարող է շատ անսպասելի տեղից գա, հա, գումարը։ Այնպես որ կարող է ինչ որ մի խնդիր առաջանա, հետո ինչ որ միտեղից անսպասելի գումար ունենաք։ Այնպես որ նեղվել հարկավոր չէ։ Կորուստն էլ, հա, մարդը ինքն է սխալ քայլ անում, որ կորցնում է եւ հատկապես լավ կլինի, որ գումարը, որ գնում եք հանելու եւ այլն, ոչ ոքին ցույց չտաք, որ գումար եք հանում, ճանապարհին մի խոսեք, որ գումար եք գնում հանելու, գումար եք գնում ստանալու, հա, այդպես հենց իրականում կարող է գումար եք կորցնում։ Դա համար շատ ուշադիր եղեք։ Նաեւ պետք չի ձեր սխալներից հրաժարվել կամ պետք է ուղղակի սխալները հասկանալ, ընդունել եւ ճիշտ ուղի ընտրել, հա, ճիշտ սկսել նայել ձեր ֆինանսական վիճակին։ Գուցե ձեզ չեք մեղադրում ինչ որ մի սխալ արարքի համար։ Համենայն դեպս մի փոքր կարող եք հիասթափություն ունենալ գումարային առումով կամ այնքան եկամուտ չունենաք այդ ամիս, որ դուք էիք ցանկանում։ Դա նաև մանր խնդիրներ են, դժվարություններ են, որոնք որ այդ ամիս կան, որ պետք է լուծեք։ Կարող է ինչ որ մարդկանց եք պարտք, ինչ որ ձեզ են պարտք չեք կարողանում վերցնել, մանր նաև գնում է։ Գումար է գնում շատ ձեզանից, որովհետև ընդհանրապես առնետները տանում են եւ այդպես գումար կարող է գնալ անընդհատ, հա, գումարային կորուստներ են սրանք, նաեւ ծախսեր են, որոնք որ մեջը բան չկա, հա, բայց դուք ինչ որ վճարներ պետք է տաք, այնտեղ կարող է շտրաֆ է, կարող է ինչ որ մի բան է, որը անիմաստ ծախսեր են, որ պետք է անեք այդ ամիս։ Նաև ուշադիր հետևեք ձեր եկամուտներին կամ եթե ձեզ գումար են տալու, որովհետև կարող է այդտեղ պակաս տան, գումարը ձեզ աշխատավարձը պակաս տան։ Դա ոնց որ հազիվ ծայրը ծայրին հասցնելը։ Դա նշանակում ցավոք սրտի մայիս ամիսը ոնց որ թե մայիսը բոլորի մոտ է այդպես։ Մի հատ խոսք չկա մայիս վայիս եւ մայիս ինձ թվում է բոլորի մոտ է այդ վիճակը։ Շատերի արդեն 4-րդ նշանն է ոնց որ թե մայիսը բոլորի մոտ էլ այդ վիճակում էր։ Ոնց որ գումարը հազիվ եք պահում ձեր ձեռքում, անընդհատ պետք է ծախսել, անընդհատ պետք է դուրս տալ, անընդհատ այստեղ տալ, այնտեղ վճարել, այնտեղ մեկը տեսնում եք, որ արդեն տակը բան չմնաց։ Վատնում եք, գնում է, ինչքան ունեք եւ կարող է լավ կլինի, որ դնեք մի կողմ, որովհետեւ կարող է շատ ծախսեք եւ իրոք ծայրին հասցնեք մայիսին։ Ոնց որ անփութություն նաեւ անփութության պատճառով գումարի կորուստ։ Տեսնենք հունիսը։ Հունիս այն նայեք արդեն հավաքում եք, այ արդեն ձեռնփայք եք լինելու, արդեն ոչ ոքին գումար չեք տալու, դա հավաքելն է մարդը, որ գումար է հավաքում, գումար է հետ գցում, մի փոքր կարող եք նաև ժլատ լինել, ոչ ոքին գումար չտալ, միայն ամբողջը ձեզ, միայն ձեզ համար աշխատեք, ձեզ համար ստեղծեք, հա, մի տեսակ սա ժլատ մարդու քարտն է, որ ոչ ոքին ոչինչ չի ուզում տալ, միայն իրեն եւ ոչ ոք պետք է իրենից գումար չվերցնի։ Եվ շատ կարող եք խոսել, շփվել գումարի հետ կապված հարցերով, ինչ-որ բաներ կարող եք քննարկել ձեր երկրորդ կեսի հետ, միգուցե ներդրումների հետ է դա կապված, գուցե նաև մեկ այլ հարց է ամենայն դեպս, այստեղ կարող է մտածում եք հետ գցեք մի փոքր, որպեսզի ինչ-որ մի բան գնեք մեծ, նմանատիպ կարող է խոսակցություններ են տանը։ Նաև դա կարող է լինել օրինակ անհանգստություն կամ լարվածություն վեճ ձեր եւ օրինակ եթե պարտք ունեք պարտքատերի միջով, եթե մարդիկ պարտք չունեն, ուրեմն այստեղ ինչ որ բանավեճ է գնում գումարի հետ կապված եւ կարող ստիպված պետք է լինեք այդ գումարները, որը որ հետ եք գցել, վճարեք դիմացինին։ Միգուցե դա է։ Ամենայն դեպս սա նաև որ պետքա իրոք մարդը զգուշ ծախսի գումարները եւ հետ գցի անպայման։ Որտեւ այստեղ եթե նկարնել անգամ տեսնում եք, հա զամոկի մեջ ոնց որ անընդհատ խցկում է եւ ոչ ոքին չի ուզում տալ գումար։
Իսկ սա քննարկում, որտեղ ներդնենք, ինչքան գումար ծախսեք, միգուցե հաշվարկում եք իրոք ընտանիքով նստած, որ այսպես ծախսենք ավելի ճիշտ է, միգուցե գնում եք հանգստանալու այդ ամիս եւ որոշում եք ձեր ծախսերը, կամ հետ եք գցում, որպեսզի գնաք հուլիսին գնաք հանգստանալու, ինչ որ ձեր ծախսերը մի կողմ եք դնում։ Եթե դա քննարկում եք, նաև կարող է քննարկությունը այստեղ լինի աշխատավարձի վերաբերյալ ձեր եւ ձեր տնօրենի միջև, մենեջերի միջև։ Գուցե կարող է դիմում եք, որպեսզի աշխատավարձը բարձրացնեն կամ մի հատ վերանայեն, թե ինչքան են ձեզ վճարում այդ ամենը։ Եվ տեսնենք հուլիս ամիսը ինչ է ձեզ բերելու։ Հուլիս ամիսը նաև սա օտար երկրից կարող է գումար գալ, դուք ուղարկեք գումար նաև օտար երկիր։ Նաև դա նշանակում է ֆինանսների հետ կապված քիչ-քիչ, դանդաղ բարելավում աստիճանաբար, ֆինանսական վիճակը կբարելավի եւ ֆինանսական խնդիրները կկարողանաք հաջողությամբ լուծել, ավարտել։ Գուցե նաև այդ տղամարդն է օգնում ձեզ, կարող ձեր մենեջերն է, կարող ինչ-որ մեկն է, որ բարձրացնում է, ձեր տնօրենն է, կարող բարձրացնում է ձեր աշխատավարձը, այստեղ կարող խոսում եք, բարձրացնում է եւ ձեր ֆինանսական վիճակը ավելի է լավանում։ Միգուցե գործընկեր է, միգուցե ինչ-որ ներդրող է, միգուցե ձեր պարտքերն է վերադարձնում, դրա համար ձեր ֆինանսական վիճակը լավանումն է։ Նաև ինչ-որ կարող է իր կայացրած որոշումները, իր գործողությունները ազդեն անմիջապես ձեր ֆինանսական վիճակի վրա։ Ինչ-որ մեկն է, կարող ձեր հայրն է, կարող ձեր ամուսինն է, ինչ-որ մեկն է, որ կօգնի ձեզ։ Նաև սա, եթե դուք եք տղամարդ, նշանակում է, որ բիզնեսը կարող եք բիզնես բացել այդ ամիս, կառավարեք բիզնեսը, կարող է պաշտոն եք ստանում եւ այդպիսով բարձրանում է նաև ձեր աշխատավարձը, ավելի լավանում ձեր ֆինանսական վիճակը։ Եթե աշխատանք եք փնտրում, հնարավոր է այդ տղամարդը ձեզ աշխատանք առաջարկի կամ ներդրում առաջարկի կամ տեսնում է, որ լավն է բիզնես, ասում է, արի ես ձեզ ինչ գումար ներդնեմ, բիզնեսը առաջ տար, նման ինչ-որ կարող մոտ հարազատ մեկն է։ Եկամուտ նաև կարող է լինել, կարող ձեր ամուսինն է տուն կամ իր մոտ է ավելանում, լավանում ֆինանսական վիճակը եւ այդպեսով նաև ընտանիքում ամեն ինչ լավանում։ Տեսնենք օգոստոս ամիսը ինչ է ասում ձեզ։ Օգոստոս ամիսը նայեք ինչ-որ չափով պայքար է։ Միգուցե այստեղ բիզնես եք բացում եւ արդեն այնտեղ պայքարում եք, կամ նաեւ աշխատանքի վայրում դա կարող է տեղի ունենալ։ Նաեւ դա երկու եկամուտ է։ Օրինակ կարող է այդ ամիս մտածեք, թե արդյոք ձեզ օգուտ է տալիս այդ եկամուտը, մյուսը թողնել, թե ինչ անել։ Եվ կարող է երկու, այնպես անեք, որ ձեզ այդ ամիս երկու եկամուտ ունենաք։ Գործերը առաջ կմղեք, կարող գնալ գործողման, կարող է դուք աշխատում եք ինչ-որ միտեղ այդ ժամանակահատվածում, նաև կողքից ունեք բիզնես։ Եվ ոնց որ երկուսն էլ պետք է կարողանաք հասցնել այն կառավարել։ Երկու տարբերակներն են։ Եվ նաև դա առաջխաղացում է գործերում, միգուցե նաև գումար ծախսեք տրանսպորտի միջոց գնելու համար։ Ինչ-որ վճարման ժամկետ է, որ պետք է վճարեք եւ կկարողանաք այստեղ նայեք երկու եկամուտ ունեք եւ կարող եք երկու եկամուտից էլ ինչ-որ գումար հանել եւ վճարում կատարել։ Նաեւ սա ոնց որ բախում է, կարող է չեք հասցնում երկուսն էլ անեք այդ ամիս։ Այսինքն կամ աշխատում եք, չեք հասցնում նրան տիրություն անել, կամ սա արդեն բախվում եք երկու այդ հարցերի միջև։ Դա խնդիրներ չեն, դա ուղղակի չգիտեք որը անեք, որն է ձեզ համար եկամտաբեր, որ հասցնեք անեք, որտեղ օրը 24 ժամ է եւ կարող չհասցնեք անել։ Ոմանք նաեւ կարող են ժառանգություն ստանալ, նաեւ գումար փոխանցեն ձեզ, դուք գումար փոխանցեք դիմացինին, նաեւ եթե առևտրով եք զբաղվում, այդպես գումար կարող է գալ ձեզ, գումար հետ գցել, գումար խնայել եւ իհարկե վճարման ժամանակն է, ոնց որ պետք է վճարեք հստակ գումար։ Ճանապարհորդության համար եւս կարող եք գումար ծախսել։ Կարող եք այստեղ մտածել, մեկ եկամուտով գնաք հանգստանալու, մյուսը միևնույնն է գումարը կա, չկան հանգստանում։
Նաև կարող է օտար երկրի հետ է դա կապված, այնտեղ ինչ-որ մի գործեր եք դնում, ինչ-որ այնտեղից էլ եք եկամուտ ստանում, այստեղից էլ եք եկամուտ ստանում կամ ապրանք եք արտադրում, ուղարկում եք դուրս, այնտեղ են վաճառում, դուք էլ եք այստեղ ոնց որ գումար աշխատում, այնտեղ էլ ինչ-որ նմանատիպ ոչ պահեր կարող են լինել, հա։ Ամենայն դեպս ձեր ֆինանսական վիճակը ընդլայնվում է, հորիզոններն ընդլայնվում են եւ բացարձակապես ես այստեղ խնդիր չեմ տեսնում ֆինանսական առումով։ Տեսնենք սեպտեմբեր ամիսը, ծախսատար ամիս է, բնականաբար ովքեր որ երեխաներ ունեն, այստեղ արդեն բաժակը վերականում, լցվում է, մի քիչ ձեզ մոտ նայեք ֆիգուրները շատ են եւ դերը շատ է լինելու տղամարդկանց եւ կանանց ավելի կամ իրենց եք դիմելու կամ իրենց խորհրդին եք հետևելու ինչ որ դեր կա այս տարի իրենց կամ ովքեր այստեղ կարող ամուսնանում եք եւ ձեր տղամարդն է ամուսինն է ձեզ օգնում նաեւ այստեղ կարող է կինը ուղղակի ցույց է տալիս մենեջեր տնօրեն հաշվապահ եւ այլն ամեն դեպս այստեղ կան որ ինչ որ հարցերում լուծումները օգնելու են ձեզ այդ տղամարդիկ Եվ կարող այդ ամիս ցանկանաք ռիսկի դիմել, մի քանի գործեր վերցնել ձեր ձեռքը, հա, եւ չհասցնել ոչինչ անել։ Նա ինչ որ եւ կարող է ուղղակի ընտրություն պետք է կատարեք արդեն։ Չեք հասցնում ինչ որ բաներ անել, միգուցե այստեղ դիմում եք այդ տղային, որ ձեզ օգնի, օգտակար լինի, միգուցե արդեն տնօրեն եք վարձում, միգուցե բիզնես ունեք եւ շատ լավ է ձեր գործերը եւ բիզնես տնօրեն եք վարձում։ Ուղղակի պետք է այդ ամիս չափազանց գայթակղիչ որ առաջարկներից խուսափեք, որովհետև կարող են շատ լինել եւ կանգնեք եւ այստեղ նեք որ ասում են լոզերն ա գնում, հա, այ սա շատ լավ կլինի, սա եւ գայթակղվեք ի վերջո ինչ որ սխալներ թույլ տակ։ Համար ամեն ինչ պետք է զգուշություն, յուրաքանչյուր հարց նաև կասկածելի առաջարկներից եւս պետք է խուսափեք, եւս պետք է մի փոքր հեռու փահեք ձեզ։ Իսկ ընդհանուր առմամբ տղամարդը նաև ազդեցություն կարող է ունենալ ձեր ֆինանսների վրա, կարող է գործընկեր է, կարող է ներդրում է կատարում ձեր կամ երկրորդ կեսն է կամ պարտքը, որ էլի եւս կարող է պարտքերը տալ, կամ միգուցե պարտք է ձեզ ինչ որ բան է առաջարկում, արի այսպես անենք Սենց անենք ու ես քո պարտքերը կկարողանամ տալ, հա, եւս դա կարող է սխալ լինել ձեզ համար։ Նրա որոշումները կամ գործողությունները շատ կարող են ազդել ձեր բյուջեի վրա եւս այստեղ մի փոքր արդեն տարիքով այստեղ մի փոքր երիտասարդ է, հա, հուլիսին ավելի տարիքով է։ Նաև թե կարող է եւս այդ ժամանակ էլի բիզնեսը դեռևս կա, որովհետեւ այստեղ չի բացառվում, հա, որ դեռևս բիզնեսը կա եւ այդ բիզնեսն է առաջ տանում Նա սա տղամարդու ամուր ձեռ է, որ բիզնեսն է ղեկավարում բնականաբար։ Ձեր տնօրենն է, ձեր ղեկավարն է, որ եւս կարող է ձեզ գայթակղիչ առաջարկ անել, լավ մտածեք, ժամերը, ֆինանսները, հա, գումարը, աշխատավարձը, թե ինչ է ամեն ինչը ձեզ համապատասխանում է, ձեզ հարմար է թե ոչ։ Եվ եթե աշխատանք եք փնտրում այդ ժամանակ եւ ինչ որ ծանրու թեթևի մեջ եք, հա, այստեղ կասկածների մեջ եք կարող դիմել այդ տղային Եվ բացի դեռ կարող է ձեզ առաջարկ անի այդ տղան աշխատանքի հետ կապված, դրա համար այստեղ կարող է շատ եկամտաբեր կամ շատ գայթակղիչ լինի դա, լավ մտածեք, երկար մտածեք նոր։ Այնպես որ ձեր ֆինանսական վիճակը եւս այդ ժամանակ կայուն է, ոչ մի խնդիրներ եւս չկան։ Տեսնենք հոկտեմբեր ամիսը գումարի քարտն է, երկու քարտերն էլ գումարի քարտեր են, սա կիսաբարձր քարտն է, իսկ սա գումարի քարտն է, այնպես որ հոկտեմբերը եւս բացարձակապես խնդիրներ չեք ունենա։ Այդ ամիս նյութական հաջողություն, ֆինանսական հաջողություն կունենաք, անկախ կլինեք բոլորից, ոչ ոքից կախման մեջ չեք լինի ֆինանսապես ձեր ինչ նպատակ որ ունեք, որ օրինակ հասնեք այսքան եկամտի, կհասնեք այդ եկամտի աղբյուրի ինչքան որ ուզում եք, որ գումար ունենայիք, գումար աշխատեիք, եւս այն կունենաք։ Բարեկեցություն է սա նշանակում։ Բարեկեցություն, լավ ապրուստ, շատ գումարներ, ոչ մի գումարային խնդիրներ, նաև սա пассив դրամական հոսք է, դա նշանակում է, որ ինչ-որ մի բանումներ եք դրել, որտեղից անընդհատ գումար կարող է գալ։ Եվ հա դուք դրա համար գումարից բացարձակ չեք նեղվի։
Դա նաև տոկոսներով գումար տալ է, գումար վերցնել է կամ նաև վարկ փակել, ամբողջությամբ կողը վերջացնում եք, տալիս եք, վերջացնում եք, դա նաև կապիտալի աճ է, այնպես որ ֆինանսական վիճակը ձեզ համար հոկտեմբեր ամսին արդեն շատ է բարձրանում, ֆինանսները բարելավում են ձեզ մոտ, կարող եք շահույթ ունենալ, նաև հավելյալ վճար ունենաք, միգուցե շատ ավելի բարձր լինի եկամուտը, քան պատկերացնում եք։ Նաև սա թանկարժեք նվեր է, կամ դուք կստանաք, կամ ձեզ կնվիրեն, կամ դուք եք գնում ինչ-որ մեկի համար, լավ է չէ, կամ դուք կստանաք, կամ ձեզ կնվիրեն, միևնույն բաններ, կամ դուք եք գնելու ինչ-որ մեկի համար թանկարժեք նվեր։ Սա կողը բոնուս է, ժառանգությունն է, միգուցե դուք շատ մեծ իր եք գնում, տուն եք գնում, լավ մեքենա եք գնում, ծախս է նաև սա և գումար գալն է, և շատ մեծ գումար է, որը կունենաք, երկու քարտերն էլ գումարային լավ վիճակի մասն են ասում, հիանալի վիճակի ուղղակի։ Տեսնենք նոյեմբեր ամիսը։ Նոյեմբեր ամիսը այստեղ եթե չվիճեք, սա վեճ է ընդհանրապես, եթե չվիճեք, ապա ամեն ինչ ձեզ մոտ ևս էլի լավ է։ Դուք ձեր դիրքում եք, գիտեք, թե ինչքան կծախսեք, ինչքան գումար եք, ոնց որ գումար ձեր ձեռքն է և կարողանում եք այն ճիշտ տնօրինել այդ ամիս, ֆինանսական խնդիրներ չկան, բայց այստեղ վեճ է։ Միգուցե ինչ-որ մի բան այնպես չէ, միգուցե հաճախորդի հետ է վեճ, միգուցե տան անդամների հետ, ֆինանսական խնդիրներ են, սա խոսակցություններ են։ Նաև սա կարող է ուղղակի ոնց որ դուք մաքրում եք այն ծախսերը, որոնք որ անում էիք անիմաստ, կարող ոնց որ դա մաքրում եք հանեք, այլևս այդ նման ծախսեր չանեք։ Ոնց որ ավելորդ ծախսեր են դրանք, մաքրում եք հանեք։ Բայց դուք ձեր դիրքում կլինեք ֆինանսապես ապահովված, այստեղ չի նշանակում, որ վեճը դա գումար չունեք, այնտեղ այդ տղամարդը, այդ նստած տղամարդը այնտեղ է ասում, որ դուք ձեր դիրքում եք և ունեք գումար, նայեք այստեղ տարվա վերջը ավելի շատ ձեզ մոտ ֆինանսական վիճակը լավամ երևի այս քիչ, այսպես ավելի քիչ լավանում է այստեղ կարելի ասել հունիսից։ Եվ թե որ այստեղ գումար եք հետ գցում, գումար եք պահում, երևի դրանից է գալիս ամեն ինչը։ Եթե դուք սկսեք տարվա սկզբից, որտեղ այստեղ նայեք, կարող է ռիսկային ներդրումներ անեք, շատ ծախսեր, սա, դե հունվարը բնականաբար այդպես է, ոնց որ դեկտեմբերին, ընդհանրապես հունվարին շատերը նեղվում են, բայց դուք ոնց որ ավելի եք շատ ծախսում հունվարին։ Դրա համար արդեն սկսվում է նեղվածությունը ձեզ մոտ մի փոքր։ Եվ իհարկե տեսնենք վերջին ամիսը, տեսնենք ինչ է սպասվում ձեզ։ Ինչ որ բան է տեղի ունենալու, որ ուրախանաք։ Միգուցե ամանորն է, միգուցե ամանորը բացարձակ այստեղ կապ չունի։ Ինչ որ բան է տեղի ունենալու, կարող է ժառանգություն եք ստանում, կարող է ավելի շատ ինչ որ մի լավ բան է տեղի ունենում ձեզ մոտ, որ ևս ուրախացնում է ձեզ։ Քեֆ ուրախություն է սա, ինչ որ մի բան է սա տեղի ունենում ընտանիքում, որ մարդը այդպես ուրախանում է։ Կարող է ժառանգություն եք ստանում, կարող է ընտանիքի անդամներով սկսում եք աշխատել, ինչ որ մի լավ բան է, շահում է, լոտոյում եք շահում, որ ևս դա ևս ձեզ ուրախացնում է այդքան շատ, պարում եք, ուրախանում եք, ում ընտանիքում է ոչ մի բան տեղի ունենում, և սա իմաստություն է, նա իմաստություն է կամ արդեն նախանձ մարդիկ եք հավաքում ձեզ շրջապատ, սկսում են ձեզ նախանձել, ուզում են վատաբանել, ուզում են խոսել, ուզում են քծնվել, ուզում են այնպես անել, որ խառնեն ձեզ, որովհետև տեսնում են, որ ձեզ մոտ ամեն ինչ նորմալ է և դուք բացարձակապես այստեղ խնդիր չունեք և ուզում են քիցները մտցնեն, սա ուղղակի լուռ նախանձ է, որ նախանձում են ձեզ, որովհետև ձեր վիճակը այստեղ լավանում է ֆինանսական։ Եվ ինչ որ մի բան է տեղ ունենում, որ դուք այդքան կամ ընտանիքով եք պարում ուրախանում, կամ դե ընդհանրապես դա ոնց որ ավելի շատ ընտանիքն է, որ մարդը ուղղակի ուրախ է, մարդը իրեն շատ լավ է զգում, որովհետև ամեն ինչ իր մոտ շատ լավ է։
Միայն այդ դեպքում են մարդիկ ուրախանում, որ շահում են ունենում, որ ժառանգություն են ստանում, վարկ կամ շատ մեծ եկամուտ են ունենում իրենց գործունեությունից։ Ինչ որ բան է, ինչ որ մի շատ լավ բան է տեղի ունենալու դեկտեմբերին ձեզ հետ։ Կամ ինչ որ բան եք գնելու, տուն եք գնելու, միգուցե գնում եք այնտեղ տուն, նշում եք ոնց որ ընդունելությունը, տան բացումն եք անում, ուրախանում եք, քեֆ եք անում եւ մարդիկ դրա համար էլի այստեղ նախանձում են եւ ասում են մի փոքր իմաստուն եղեք։ Ասա իմաստությունը ձեզ ճիշտ տնօրինելու ձեր գումարները, այս ինչ որ մի լավ բան է տեղ ունենալու։ Գոհ աշխատանքի եք ընդունվում, գոհ մինչև այս, սա ինչ որ մեկի հաշվին էիք ապրում, հա ամուսին կամ կին, ու մեկ էլ աշխատանքի եք ընդունվում, կամ պաշտոն է սա կողը, մեծ պաշտոն է կողը, բիզնեսը ծաղկում է, սենց կողմի հետ խանութ եք բացում, կողը, ինչ ասես կողը լինել, մի շատ լավ բան է, շատ Մարդը ոնց որ ավելի շատ մոտիվացված է լինում, որ ավելի շատ լավ գործեր անի, միայն պետք է չկիսվեք այդ ուրախությունը նախանձ մարդկանց հետ, որովհետև որ մարդիկ նախանձում են, նախանձ, դա լինում է արդեն անեծքի նման, բառը ոնց որ հետո վերածվում է անեծք։ Դե այսքանը սիրելիներս, մաղթում եմ, որ 2026 թվականը ձեր ֆինանսական վիճակը էլ ավելի լավանա, եւ ամիսներ կան, որոնք որ նեղվում եք, ոչինչ, ընդհանրապես ամեն ինչ մարդու համար է եւ այդ փորձությունները տրվում այնքան, ինչքան որ մենք կարող ենք անհնայինը դրանից ավելի շատ մեծ փորձություն ունենաք ձեր կյանքում։ Դրա համար յուրաքանչյուր փորձություն պետք է հաղթահարեք։ Դրա համար այստեղ ֆինանսական շատ լավ վիճակ էր ընկել եւ անսպասելի էր դա անգամ ձեզ համար է ֆինանսական վիճակը։ Այնպես որ կայունություններ շատ ունեք, արդեն ասացի, հետո կարող եք ամիս լսել, հասկանալ ինչ է փոխվում ձեզ մոտ, ինչ է լավանալու ձեզ մոտ։ Հիանալի պահեր էին, հիանալի քարտեր։ Ոչինչ, նայեք, այստեղ ինքը սառը քարտեր են այս մի քանիսը, բայց էլի ամենայն դեպս շատ լավ է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի եւ խաղաղ եւ ֆինանսական բարգավաճման տարի եմ մաղթում։ Թող որ բոլորի ֆինանսական վիճակը կարգավորվի, լավանա, ովքեր որ նեղվում են։ Այսքանը, լավ եղեք։